Գագաթի մասնակիցներ դատարան լսեց ձեր յուրաքանչյուրի կարծիքը, դատարանը որոշեց ևս 3 ամսով երկարաձգել Կարլ Գումշյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը, հաշվի առնելով իսկ համակցված կիրառված խափան միջոցները թողնել անփոփոխ, հաշվի առնելով որ վարորդը նախնական դատալսումների փուլում է գտնում եւ իր առաջարկության պայմանները չեն փոխվել։ Ինչ վերաբերում է ընտանիքից զրկելուն, վերջինս իր բնակության հասցեն տնային կալանքի ձևով խափան միջոցն է կրում։ Ընտանիքից զրկելու խնդիր չկա։ Որոշումը ստանալու պես կարող եք այն կարող եք աստղերյա ժամկետում բողոքարկել վերակնշքրական դատարան։ Էլեկտրոնային միջոցներով է իհարկե տնային կալանքի հսկողությունը իրականացնելու պրոբացիայի ծառայության միջոցով սահմանափակումները, որոնք որ նախորդի ամրագրված էին եղել դատարանի կողմից, մնալու են անփոփոխ, բացառությունները, որոնք որ նախկինում դատարանը նշել են, որպես մնալու են անփոփոխ։ Պատմական դատարան սահմանափակումները մերձավոր ազգականներից բացի այլ անձանց հետ շփվելու այդ մասով դատարանը ինչ որոշում ընդունեց, որտեղ սահմանափակում կա միայն մերձավոր ազգականների հետ շփվելու։ Միայն այլ անձանց հետ պատմական դատարան 8 ամիսը ծնողներին չեմ տեսել այդ մասով ասում ասի։ Մերձավոր ազգականների մասով սահմանափակումները չեն վերաբերելու մերձավոր ազգականների մասով։ Ընտանիքի անդամներ մերձավոր ազգականներ, ծնողները նույն մերձավոր ազգականներն են։